Երևանի նոր վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և ենթադրաբար քաղաքպետարանի աշխատակիցները ապրիլի 30-ին ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Նա ավելի վաղ սոցիալական ցանցում գրել էր, որ գնում է քաղաքպետարան մասնակցելու հանրային քննարկման, սակայն ինչպես երևում է լրատվամիջոցների հրապարակած տեսանյութում, մինչ քննարկումը վիճաբանություն է սկսվում։ Չախոյանի նկատմամբ բռնություն է գործադրվում, արդյունքում Չախոյանին կալանավորում են, սակայն առողջությանը հասցված վնասների պատճառով տեղափոխում են հիվանդանոց։ Լավ տղեն դու չես։ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն և նրա ենթակայության ներքո գտնվող վարչության աշխատակիցները ապրիլի 30-ից սկսել են զբաղվել Հայաստանի հարցով, այս մասին գրում է Վեդեմստի պարբերականը ու հիշեցնում, որ նախկինում Հայաստանի հարցերով զբաղվում էր Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը։ Կրեմլի ներքին քաղաքական բլոկի առջև նոր խնդիր է դրվել, գրում է պարբերականն ու վկայում նախագահի աշխատակազմի իր աղբյուրները։ Տեհրանի Հայոց թեմի խորհրդարանական ժողովի անկախ պատգամավորները խստորեն դատապարտել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողության ժամանակ Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանի նկատմամբ տեղի ունեցած սադրիչ արարքը և խորը մտահոգություն հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։ Մենք գտնում ենք, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի թեմական խորհրդի և նրան ենթական հանձնախմբի իմաստուն քայլերը կարող են օգնել շտկել այդ բացթողումը և մասնակիորեն վերացնել հնարավոր հետևանքները, ասված է պատգամավորների նամակում։ Ազգային պարերի ֆլեշմոբը Երևանի Ազատության և Հանրապետության հրապարակներում։ Ահա թե ինչպես են նշել Պարի միջազգային օրը Երևանում, որը գործում է 1982 թվականից ի վեր։ Հայ երիտասարդը Նյու Յորքի կենտրոնում Արցախի բարբառով երգել է, ասելով. Նյու Յորքը պետք է հիշի արցախյան բարբառը։ Let's me